Բարև ձեզ, Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի մասնակիցներ, ողջունում եմ ձեզ բոլորիդ։ Այսօր մայիսի 6-ն է, մենք շարունակում ենք մեր աշխատանքը, դուք տեսնում եք ինչ բուրըն զարգացումներ են գնում Հայաստանի ներսում, Հայաստանի շուրջ, երեք չարաչորա անցավ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, երեք անցավ Եվրամիություն Հայաստան գագաթնաժողովը, երեք շարունակվեց Էմանուել Մակրոնի Ֆրանսիայի նախագահի պաշտոնական այցելությունը Հայաստան։ Լուրջ իրադարձություններ են, արդյունքների մասին մենք սկսեցինք խոսել այս զարգացումների Հայաստանի հետ կապված, այսօր կշարունակենք խոսել արդյունքների մասին այս խոշոր միջոցառումների, խոշոր իրադարձությունների։ Նաև անպայման ես այսօր ձեզ հետ ուզում եմ խոսել պարոն Զելենսկու այցելության մասին, Ուկրաինայի նախագահի այցելության մասին Հայաստան։ Այդ այցելությունը լրջագույն ապացույց է, որ Հայաստանը սկսեց վարել ինքնուրույն քաղաքականություն, չնայած որ Ռուսաստանը բարիս բուն իմաստով Կրեմլը կատաղած է այդ այցելության համար։ Կրեմլը ոչ պակաս կատաղած է նրա պատճառով, որ Սվետլանա Տիխանովսկայան եկել է Հայաստան ու գտնվում էր այս 3 օրը Հայաստանում, մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Այս այցելությունի մասին նաև մենք խոսենք, ես պատիվ ունեցել եմ հանդիպել Սվետլանա Տիխանովսկայայի հետ երեք, երբ որ կազմակերպվեց հանդիպումը իր հետ մի շարք Հայաստանի փորձագետների եւ հասարակական գործիչների հետ, շատ հետաքրքիր քննարկում էր, առանձին դրվագների մասին անպայման ձեզ կխոսեմ։ Ես պետք է ասեմ, որ դա լրջագույն քայլ էր Հայաստանի կողմից հրավիրել Սվետլանա Տիխանովսկայային։ Բելարուսը շատ ցավոտ դա ընդունեց, դուք գիտեք, 2 բողոքի նոտաներ իրանք ներկայացրեցին Հայաստանին վերջի օրը 3 2 անգամ 2 բողոքի նոտաներ այս նամակների մասին մենք անպայման կխոսենք։ Չգիտես ինչու նորից շրջանառության մեջ մտցվեց մեկ խնդիր, որը վաղուց է պատասխան ստացավ, ինչ որ ֆոսֆորային ռմբերի մասին, իբր որոնք տրվել էին 2020 թվականի պատերազմի ժամանակ Ուկրաինայի կողմից Ադրբեջանին։ Ակնհայտ սուտ, բայց փորձ արվեց ջրի երես բերել հենց պարոն Զելենսկու այցելության հետ կապված Հայաստան։ Ստեղել պարզաբանում պետք է տրվի, ուրեմն այսօր մենք ունենք լրջագույն բաներ քննարկելու, պետք է ասեմ, որ երեք սկսեց իր աշխատանքը ու այսօր կշարունակի իր աշխատանքը Երևանյան երկխոսություն, այդ մեծ միջազգային ֆորումը, որը ձեռք բերեց 4 տարվա մեջ լրջագույն հեղինակություն աշխարհով մեկ ճանաչված փորձագետները ամբողջ գրեթե աշխարհից գտնվում են Հայաստանում, ես նաև մասնակցում եմ այդ աշխատանքների, երեք ունեցել եմ տասնյակ քննարկումներ ամբողջ աշխարհից եկած տարբեր փորձագետներին, շատերին ճանաչում է, ինձ ես իրան ճանաչում եմ, հետաքրքիր քննարկումներ են գնում Թուրքիայից եւ Ադրբեջանից նաև փորձագետներ կան, բայց ես ստեղ պետք է ասեմ, որ բացման այդ մեծ ֆորումի բացմանը ելույթներով հանդես եկան Էմանուել Մակրոնը, Նիկոլ Փաշինյանը եւ շատ կարեւոր է, որ ելույթ ունեցավ նաև մեր արտգործնախարար Արարատ Միրզոյանը, որը ուղարկեց մեսեջ գլխավոր արտաքին քաղաքականության վեկտորների մասին ու դրա մասին էլ մենք այսօր կխոսենք։ Ուրեմն շատ հագեցած, շատ կարևոր այսօր մենք ունենք ելույթ, եթեր սկսում ենք մեր աշխատանքը։ Մինչև սկսելը մեր աշխատանքի, խնդրում եմ ձեզ բաժանորդագրվել, կիսվել, լայքել, ինչը աշխատացնում է մեր YouTube-յան ալիքը, ուրեմն օբյեկտիվ, ստուգված վերստուգված ինֆորմացիան ել ավելի ակտիվ կտարածվի հայության մեջ, սփյուռք հայության մեջ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեջ։ Ուրեմն երկխոսություն Երևանյան մեծ ֆորում, որը 4 տարի է աշխատում է,
այդ ֆորումի աշխատանքները անչափ կարևոր են Հայաստանին, քանի որ ամբողջ աշխարհից գալիս են ճանաչված փորձագետներ, ճանաչված քաղաքական գործիչներ, ճանաչված պետական գործիչներ ու իրենց հետ շփումը, համագործակցությունը ուժեղացնում է Հայաստանը։ Ավելի ճանաչելի է դարձնում մեր երկրի աշխարհի համար։ Ուստեղ է, որ կարևորագույն ելույթներով հանդես եկան, ես ասեցի, նախագահ Մակրոնը, վարչապետ Փաշինյանը, բայց ես այսօր ուզում եմ հատուկ նշել ելույթ Արարատ Միրզոյանի, որին տրված էր այդ կարևոր ֆունկցիան ասել գլխավոր զարգացման վեկտորները, որոնք ընտրում է գործող իշխանությունը ու այդ ճանապարհով գնում է։ Ուրեմն Արարատ Միրզոյանի հատվածը այս ելույթից պետք է ձեզ ասեմ։ Ինքը նշեց, որ Հայաստանի համար բոլոր հարևան պետությունները կարևոր են, Վրաստան, Իրան, խորացնել հարաբերությունները, զարգացնել եւ կարգավորել հարաբերությունները Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ շատ կարևոր են։ Երբ որ գործը հասավ այս մեր տարածաշրջանից դուրս խաղացողների, ինքը ասեց, որ բալանսավորված քաղաքականություն մենք կվարենք, մեր գլխավոր գործընկերները կլինեն Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Ղազախստանը, Չինաստանը եւ Եվրոմիությունը։ Անչափ կարևոր մեսեջը Հայաստանի կողմից աշխարհին, որ այդ ցանկի մեջ ռազմավարական նշանակություն ունեցող պետություններին չկա Ռուսաստանի համար տեղ։ Շատ ճիշտ է, շատ ճիշտ քաղաքականություն է, երկիր, որը քեզ քցեց, չաջակցեց 2020 թվին, 2023 թվին, երկիր, որի պաշտոնյաները շատ բարձր պաշտոնյաները կարող են վիրավորել մեր իշխանությունների ներկայացուցիչներին, միանշանակ չի կարող մտնել այս բալանսավորվող քաղաքականության շրջանակների մեջ։ Մյուս ինչի մասին ուզում եմ ասել, երեք չառաջորդ գագաթնաժողովի մասին Հայաստանի քաղաքական Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի մասին մենք երեք խոսացել ենք, քանի որ գագաթնաժողովը անցավ 3 չառաջորը, մենք ունեցել ենք ինֆորմացիան շատ ու շատ բաներ երեք ասեցի, բարձա ավելի ուշ մի քանի օր հետո էլի կվերլուծենք, վերաթարմացնենք այս արդյունքները։ Այսօր ես ուզում եմ մի քանի արդյունքներ ներկայացնել Եվրոմիություն Հայաստան գագաթնաժողովի մասին, որը անցավ 3 Այդ երկրորդ գագաթնաժողովն էր, որը այս վերջի 3 օրում անցկացվեց Հայաստանում։ Եվրոմիություն Հայաստան։ Բարձր պրես կոնֆերանս անցավ, որին մասնակցեց Նիկոլ Փաշինյանը, վարչապետը, եւ Եվրոմիության ղեկավարությունը, պարոն Անտոնիո Կոշտո, նախագահ Եվրոմիության եւ Եվրոմիության վարչապետ։ Այդ պաշտոնը կոչվում է Եվրոմիության հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ասեց այն գլխավոր ուղղությունների մասին համագործակցության, որոնք կլինեն Հայաստանի հետ։ Դուք գիտեք, որ լայն շրջանակներում մենք աշխատում ենք Եվրոմիության հետ, ընդլայնվում է այդ համագործակցությունը, ուժեղանում է, խորանում է, բայց այս գագաթնաժողովի նպատակն էր գլխավոր ուղղությունները նորից նշել ու այդ ուղղություններով շարժվել։ Ու Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշեց, որ առաջինը փոխակապվածությունը ուժեղացնել է պետք։ Փոխկապվածությունը։ Կոպիտ ասած, տրանսպորտային, կոմունիկացիոն այն ծրագրերը, որոնք կանցնեն Հայաստանով, պետք է զարգացնել։ Նաև այդում խաղաղության խաչմերուկ։ Պարզա էներգետիկայի մասին խոսվեց ու առաջի հերթին արևային էներգետիկայի մասին, որ մենք ունենք լրջագույն հաջողություններ։ Իդեպ ասեմ ձեզ, երեք իր ելույթում Նիկոլ Փաշինյանը այս Երևանյան երկխոսության կոնֆերանսի ֆորումի բացման արարողության ժամանակ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ այս էներգիան, արևային էներգիան, այդ ոլորտը ուղղակի տրված է մեզ ու մենք հիմա զարգացնում ենք ու դա է պատճառը, որ հիմա Հայաստանը, որը շատ խոցելի էր այդ ոլորտում, հիմա դարձավ
գործոն այդ ոլորտում։ Իրոք դու գիտեք, արևային էներգետիկայի կշիռը մեր էներգետիկայի շրջանակներում աճեց ու դարձավ մոտավորապես 20%։ Խոսվեց պարզ է ինչի մասին, բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասին, արհեստական բանականության մասին, թվայնացման մասին, ժամանակակից պետությունները չեն կարող առանց լինել ժամանակակից հաջողակ զարգացող ինտենսիվ առանց այդ ոլորտների ու պարզ է անվտանգային ոլորտներ։ Դուք գիտեք, եվրոպական խաղաղության ծրագիր կա, որի շրջանակներում Եվրոպան մեզ աջակցում է ուժեղացնել մեր պաշտպանության հնարավորությունները, դա կզարգանա հիբրիդային պատերազմների դեմ պայքար, պարզը վիզաների լիբերալիզացիայի հարցը ստեղ կա եւ տնտեսություն զարգացնել, սոցիալ տնտեսական ծրագրեր իրականացնել Ղարաբաղի հայերի համար ու նաեւ ինվեստիցիոն ծրագրեր անել, Եվրամիությունը ստանձնեց պարտավորություն մոտավորապես 2.5 միլիարդ եվրո հավաքել մոտ ժամանակներս ինվեստիցիոն փաթեթ Հայաստանի համար։ Շատ լավ արդյունքներ են, կարևոր են, բայց նորից կրկնում եմ, շատերի համար շատ կարևոր է կոնկրետ ծրագրեր, իրոք ինձ համար էլ կարևոր են, բայց հավատացեք ինձ, քաղաքական այդ մեծ process-ները ոչ պակաս կարևոր են։ Իրենք դարձնում են մեզ ուժեղ խոցել, հարվածել, հարցակվել այս ձևի երկրի վրա շատ ու շատ ավելի ծանր է ու ռիսկային է ցանկացած պետության համար, ով կմտածի այս ռիսկի գնալ։ Էմանուել Մակրոնի նախագահի այցելության մասին շատ բաներ դուք գիտեք, իր փայլուն ելույթները, նաև էմոցիոնալ ելույթները հայ ժողովրդի մասին, պարզ է ինքը այդքան մեզ հարգում է, որ չնայած որ շատ հագեցած ծրագիր ուներ, այցելեց եւ ցեղասպանության հուշահամալիր, այցելեց Մատենադարան, այցելեց Գյումրի, այդ տարբեր միջոցառումների նաև տոնական համերգին մասնակցելով իր փայլուն ելույթները, այդ չեմ խոսա, դուք հետևում եք շատ, բայց պետք է ձեզ ասեմ, որ ես ուսումնասիրեցի այն ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը։ Հայաստանը եւ Ֆրանսիան ստորագրեցին ռազմավարական գործընկերության հռչակագիր։ Այս հռչակագիրի տեքստի հետ ես երեք ծանոթացա, իրոք ձեզ ասեմ, ֆանտաստիկ փաստաթուղթ է։ Բոլոր առանց բացառության ոլորտներում մանրամասն գրված է մեր եւ Ֆրանսիայի անելիքների մասին։ Այդ իսկական ռազմավարական գործընկերություն է։ Բոլոր ոլորտները, երբ որ խոսում են ռազմավարական համագործակցության մասին, շատերը ֆիքսվում են ռազմական, ռազմատեխնիկական ոլորտների։ Այդ հատվածներ, այդ պայմանագրում շատ ուժեղ է, բայց անվտանգային, փոխադարձ անվտանգային ոլորտի ինֆորմացիայով կիսվելը, հետախուզական ինֆորմացիաներով կիսվելը, այդ ոլորտն էլ կար։ Եվրամիությունը Հայաստան կարևորագույն ծրագրերի հետ կապված Ֆրանսիայի աջակցությունը, տնտեսություն, էներգետիկա, բոլոր ոլորտները ներգրավված էին։ Իսկական ռազմավարական նշանակություն ունեցող փաստաթուղթ, շատ լավ է, որ այս գագաթնաժողովների ժամանակ Հայաստանը նաև Մեծ Բրիտանիայի, Խորվաթիայի, Բուլղարիայի, Բելգիայի հետ նաև ստորագրեց ռազմավարական նշանակություն ունեցող փաստաթղթեր, բայց Ֆրանսիայի հետ բացված էր այդ ամբողջ փաստաթուղթը, բացված են բոլոր կետերը, ենթակետերը։ Ու հիմա անցնում եմ շատ կարևոր երկու այցելությունների մասին Հայաստան, որոնք ուժեղացնում են մեր սուվերենությունը, որոնք ցույց են տալիս, որ Հայաստանը դառնում է իրոք սուվերեն երկիր։ Մենք անընդհատ խոսում ենք անկախ Հայաստան, բայց անկախությունը իր մեջ պարունակում է նաև անկախ համարձակ քայլեր, չվախենալով ով ինչ կասի, ով ինչից կվախենա։ Պարոն Վլադիմիր Զելենսկին Հայաստանում էր, նախագահն Ուկրաինայի, ինչ վայնասուն բարձրացրեցին մեր պրոռուսական ընդդիմադիրները, Զելենսկուն գալը, Ռուսաստանը կնեղանա,
Իրենց ուզում եմ հիշեցնել, որ այս ձևի բաներ մեզ անընդհատ ասում էին վերջի 20 տարի նախկինները, որ Ռուսաստանը, որ մեզ աջակցի, հրաժարվեք կոնտակտներից, օրինակ նույն Ուկրաինայի հետ, կամ ոչ մի բան չանեք, այ ինչ դուր չի գալիս Ռուսաստանին։ Դա փրկեց, Ռուսաստանը մեզ աջակցեց, անտեր թողեց 2020 թվին ու այդ փայլուն ելույթներից մեկում 3 չարաճորը Էմանուել Մակրոնը հիշում եք ասեց, որ Հայաստանը գործում էր որպես սատելիտ, որպես կծորդ Ռուսաստանի, բայց հիմա Հայաստանը այդքան անկախ սկսեց գործել, որ 45-50 երկրների ղեկավարները միաժամանակ մտան երկիր ու ուժեղացրեցին Հայաստանի դիրքերը աշխարհով մեկ։ Բայց նորից հայտնվում են ուժեր քաղաքական, որոնք վախացնում են հայ ժողովրդին, ասում են՝ «Խի Զելենսկին եկավ»։ Ես էլ ասում եմ՝ ինչա մեզ փրկեց Ռուսաստանը, պաշտպանեց Ղարաբաղի հայերին, ուղիղ հակառակը, աջակցեց Ռուսաստանի խաղաղապահները աջակցեցին, որ հիմա չլինեն Ղարաբաղում հայեր։ Չկան Ղարաբաղում հայեր, ու դրանում մեղքը ռուս խաղաղապահներին Կրեմլի շատ մեծ է։ Ուրեմն պետք չի վախացնել նոր ինչ-որ բաներով, սպառնալիքներով Ռուսաստանի կողմից։ Ուրեմն ճիշտ է արել մեր կառավարությունը, որ հրավիրեց պարոն Զելենսկուն Ուկրաինայի նախագահին Հայաստան, ինքը շատ օգտակար հանդիպումներ ունեցավ, նաև այդ թվում Վրաստանի վարչապետի հետ, ինչը անչափ կարևոր է նաև Հայաստանի համար, որ Վրաստանը այդ նոր փուլում զարգացման մեջ Եվրոմիության հարաբերությունների, Ուկրաինայի նոր փուլ մտնի, մենք աջակցություն պլատֆորմ տվեցինք Ուկրաինային եւ Վրաստանին եւ Եվրոպային, ու դա շատ դերական է։ Բայց նաև շատ կարևոր են մեսիջները պարոն Զելենսկուն, որը ողջունեց Հայաստանը ու Ադրբեջանը, որ գնում են խաղաղության ճանապարհով, որը շատ հետաքրքիր ելույթ ունեցավ ու շնորհակալություն հայտնեց Հայաստանին հրավերի համար, աջակցության համար, համագործակցության համար, բայց շարունակում են այդ սադրանքները։ Նորից հարց տալիս են պարոն Զելենսկուն, որ ինչ որ ֆոսֆորային ռումբերի մասին ինչու դուք տվեցիք 2020 թվին Ադրբեջանին։ Սադրանքային հարց է, դրա պատասխանը վաղուց եկա ու ես շատ ուրախ եմ, որ պարոն Զելենսկին չպատասխանեց։ Հիմա բացատրեմ Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի մասնակիցներ, որ դուք ճշմարտությունը իմանաք։ Հիշում եք 1994 թվին Բուդապեշտյան համաձայնագիրը, որը ստորագրեցին Ռուսաստանը, Ուկրաինան, Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները, հետո միացան Ֆրանսիան, Չինաստան, որ Ուկրաինայից ամբողջ միջուկային պոտենցիալը տեղափոխվում է Ռուսաստան։ Քանդվեց Սովետական միությունը, պետք էր լուծել միջուկային զենքի հարցը։ Ու Ուկրաինան համաձայնվեց, որ այդ միջուկային զենքը Ուկրաինայից դուրս բերվի դեպի Ռուսաստան։ Գարանտներ կային, երաշխավորներ, իդեմս Մեծ Բրիտանիայի, Միացյալ Նահանգների, հետո Ֆրանսիան, Չինաստանը միացավ, բայց շատերը չգիտեն, որ այդ պայմանագրում նաև քիմիական զենքի, կենսաբանական զենքի դուրսբերում կար Ուկրաինայից։ Ամբողջ ֆոսֆորային ռմբերը, զենքերը տեղափոխվեցին Ռուսաստան, Ուկրաինայում ի պաշտոնե դրանք չկան։ Հասկացաք, այդ պայմանագիրը ոչ միայն միջուկային զենքի մասին էր խոսքը։ Ու նորից տալ հարց, դա սադրանք է։ Հետո եկավ ինֆորմացիա, որ իբր ինչ-որ մարդ Եռաբլուրում ինչ-որ այրեց, վառեց Ուկրաինայի դրոշը, չեմ ուզում նույնիսկ հավատալ, բայց ինչի եք ստում, ինչի ես ձևի հարց տալիս եք իմանալով, որ այդ հարցը լուծված է, պատասխանը ստացված է։ Այո, 2020 թվին շատ էին ստերը։ Հիշում եք, ստում էին, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Մեծ Բրիտանիան քվեարկեց Հայաստանի դեմ, բանաձևերի մեր դեմ, հետո պարզվեց, որ ոչ թե Մեծ Բրիտանիան մեր դեմ քվեարկեց, այլ Ռուսաստանը մեր դեմ քվեարկեց։ Նույն այդ ֆոսֆորային զենքի հետ կապված կիրառում իբր Ղարաբաղում կիրառվել է, իբր ծագումը ուկրաինական էր, ստեր են դրանք, բայց մեր փորձագետների ֆունկցիան ինչու՞մ է այդ ստերը ջարդել,
ու շատ ցավում եմ, որ գտնվեց ԶԼՄ-ները գտնվեցին, որոնք այդ ստերը տարածում են։ Մյուս կարևորագույն այցելություն Հայաստան Սվետլանա Տիխանովսկայայի։ Այո, ես համարում եմ խոշոր իրադարձություն այն, որ Հայաստանի կառավարությունը հրավիրեց Սվետլանա Տիխանովսկային Հայաստան։ Դուք գիտեք, եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում ինքը ներկայացնում է Բելարուսը։ Ինքն է համարվում լեգիտիմ ներկայացուցիչ։ Իրոք 2020 թվականի ընտրությունների ժամանակ շատ հավանական է, որ ինքն է կրել Լուկաշենկոն գողացավ այդ հաղթանակը, սկսեց ռեպրեսիաներ, տասնյակ հազարավոր մարդիկ բանտերում հայտնվեցին, հիմա էլ շարունակվում են ռեպրեսիաներ, կես միլիոն բելարուս փախան երկրից։ Ու շատ լավ է, որ Հայաստանը դարձավ այն երկիրը, որը ժողովրդավարությունը հարգում է, հետևողական է, Տիխանովսկայան Երևանում էր։ Ես պատիվ ունեցել եմ իր հետ խոսել երեք այս մեծ կոնֆերանսի Երևանյան երկխոսության ժամանակ քննարկել հարցեր, բայց երեկոյան հանդիպում էր ինքը ու ինձ էլ նաև հրավիրել են, հանդիպում էր ինքը մեր հայտնի փորձագետների եւ հասարակական գործիչների հետ։ Լավ հետաքրքիր քննարկում էր, բայց միտքս ինչու՞մ է կայանում։ Այո, Ռուսաստանին ու Բելարուսին դա դուր չի գալիս։ Զելենսկու գալն էր Ռուսաստանին դուր չի գալիս։ Ոչինչ, թող համբերատար հարգելով մեր դիրքորոշումները իրանց պահեն։ Անպայման չի վախացնել, վիրավորել, ոչ մի բան չի փոխվի։ Հայաստանի կառավարությունը ճիշտ ճանապարհով է գնում, ուժեղացնում է իր սուվերենությունը։ Որոշեցին հրավիրել Տիխանովսկային, պետք չի վիրավորել մեզ եւ այլ եւ այլ։ Ու ես պետք է ասեմ, որ Տիխանովսկայի մասնակցությունը այդ մեծ միջոցառումներին, գագաթնաժողովներին, այս Երևանյան երկխոսություն կոնֆերանսին շատ է բարձրացնում Հայաստանի իմիջը աշխարհով մեկ։ Իդեպ ասեմ ձեզ, Բելարուսի արտգործնախարարությունը կանչեց մեր ժամանակավոր հավատարմատարին գտնվող Մինսկում, կանչեց բողոքի նոտան տվեց, վճռական բողոք հայտարարեց, որ այդ ոչ բարիդրացիական, ոչ լավ քայլ արեց Հայաստանը, ինչ որ բողոքի բաներ, դուք գիտեք, Հայաստանը վաղուց է հետ կանչեց մեր դեսպանին Բելարուսից, Բելարուսի հետ իջեցված են մեր դիվանագիտական հարաբերությունները, մյուս բողոքի նոտան տվեց Բելարուսի արտգործնախարարությունը, երեք իրար հետևից երկու բողոքի նոտաներ, դուք հիշում եք Ալեն Սիմոնյանը, մեր ազգային ժողովի նախագահան, ուղղակի մի քանի օր առաջ արեց հայտարարություն շատ տեղին։ Երբ Ռուսաստանը սկսեց մեր ապրանքների դեմ սանկցիոն քաղաքականություն, այս վերջի ժամանակներս Ալեն Սիմոնյանը ասեց, որ Հայաստանը չի դառնա Ռուսաստանի գուբերնիա եւ չի կառավարվի նույն ձևով, որով Ռուսաստանը կառավարում է Բելարուսը։ Իրոք Ռուսաստանը կառավարում է Բելարուսը, այդ մեծ գաղտնիք չի։ Լուկաշենկոն իր սուվերենությունը նվիրեց Ռուսաստանին, Պուտինին, ինչի դիմաց, որ ինքը մնա իշխող Բելարուսում, զավթած իշխանությունը, բայց իշխի Բելարուսում։ Ու Ալեն Սիմոնյանը շատ դիպուկ ասեց, որ մենք չենք դառնա Ռուսաստանի գուբերնիան, մենք չպետք է դառնանք։ Ու ինքը ասեց, որ Հայաստանը չի կառավարվի Ռուսաստանի կողմից, ոնց Բելարուսը կառավարվում է։ Նոտան ուղարկեց Բելարուսի արտգործնախարարությունը, մեր նախարարությանը, արտգործնախարարությանը քննադատեց, որ Ալեն Սիմոնյանը միջամտում է ներքին գործերի մեջ Բելարուսի, որ ասեց, որ Բելարուսը սուվերեն պետություն է, Բելարուսը կառուցում է իր հարաբերությունները Ռուսաստանի հետ որպես հավասարի հետ, գիտեք, հեքիաթ պատմելը պետք չի, էլի։ Անիմաստ հայտարարություն է Բելարուսի արտգործնախարարության կողմից, բողոքի նոտան մեր արտգործնախարարությանը, քանի որ բոլորը գիտեն, որ Բելարուսում կառավարում է Պուտինը։
Բայց իրանք գրում են, մենք անկախ պետություն ենք, անթույլատրելի է այս ձևի ձևակերպումներով մեզ հետ խոսեն։ Ես պետք է ասեմ, որ իրոք մեծ իրադարձություններ են գնում Հայաստանի շուրջ, Հայաստանում լուրջ, Հայաստանը ուժեղանում է, իր սուբյեկտայնությունը ուժեղանում է, այո, առանձին դեպքերում պետք է կտրուկ քայլեր անել, տեղը դնել Կրեմլը։ Հակառակ դեպքում նախկիները իրանց սովորացնելով նրան, որ անընդհատ ամեն ինչից վախում էին, տալիս էին Ռուսաստանին, սովորացրեցին Ռուսաստանը, որ մենք մեր ձայնը չունենք, մենք ոնց որ ստրուկ լինենք։ Բարեբախտաբար փոխվում է իրավիճակը ու Հայաստանը սկսեց վարել ավելի խելոք գրագետ արտաքին քաղաքականություն։ Դրա ապացույցն է նաև այս խոշոր գաղտնաժողովները, պատկերացնում եք մոտ 50 երկրների, առաջերտին եվրոպական, գումարած Կանադան, եւ պետությունների պատվիրակությունները կային Հայաստանում ու մեծ մասը առաջի դեմքերով էին։ Հայաստանը ինքնուրույն չվախենալով հրավիրեց պարոն Զելենսկուն Ուկրաինայի նախագահին, ինքնուրույն չվախենալով արձագանքներից Ռուսաստանից, Բելարուսից հրավիրեց Սվետլանա Տիխանովսկային ու ճանաչում է ռեալ իրան որպես ներկայացիչ Բելարուսի, դա շատ կարևոր գրագետ քայլեր են։ Ես ավարտեցի իմ ելույթը, մինչ նոր հանդիպումներ։